Ուժեղ Հայաստան խմբակցությունը ազգային ժողովի տարածքային կառավարման բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Ղազինյանին։ Ազգային ժողովում ներկայացվել է նրա կենսագրությունը։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 8-ում նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, 3-ը ուժեղ Հայաստանից եւ 1-ը Հայաստան խմբակցությունից։ Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա հողամասի նկատմամբ դադարեցվել է։ Այս մասին հայտնել են դատախազությունից Սևան ազգային պարկի եւ Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագիրը լուծարվել է եւ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի տրամադրումը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նոր կենսաչափական ազդագիրը կարժենա 28650 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն եւ կտրամադրվի 10 տարի ժամկետով։ Իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000 դրամի փոխարեն 5 տարի վավերականությամբ։ Արցախից տեղահանված ավելի քան 40,000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանցից ավելի քան 12,000-ը անչափահասներ են։ Այս մասին հայտնել է Արմեն Ղազարյանը։ Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40,000-ից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12,000-ը անչափահասներ են, ասել է Ղազարյանը։ Նրա խոսքով բնակարանային ծրագիրը նպաստել է նաև քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի աճին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, անդրադառնալով հայաստանյան գործարարների եւ արտահանողների խնդիրներին, ընդգծելով, որ լավ հասկանում է նրանց մտահոգությունները։ Նա նշել է, որ փոքր ու միջին բիզնեսը Հայաստանի տնտեսական ողնաշարն է, իսկ բիզնեսի ստեղծումը տարիների աշխատանք է պահանջում, մինչդեռ այն կարող է կործանվել ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում։ Ծառուկյանի խոսքով հայկական արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել եւ ավանդական շուկաներում նրանց տեղերն արդեն զբաղեցնում են այլ երկրների, այդ թվում ադրբեջանական արտահանողները։ Նա ընդգծել է, որ շուկաների կորուստը միայն գործարարների խնդիրը չէ, քանի որ այն կարող է խաթարել ամբողջ տնտեսական շղթան եւ իր հետևանքները տարածել հասարակության վրա։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Ես շատ լավ եմ հասկանում, ինչ են զգում այն գործարարները, որոնց զրոյից սկսած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև, նշել է Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը վերադարձրել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավար Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։ Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել։ Հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն, իսկ հայցադիմումի եւ դրանքից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։ Սակայն ավելի քան ակնհայտ փաստ է, որ պատասխանողի հաշվառման հասցեն միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության եւ ծանուցման հասցե։ Հետևաբար ստացվում է, որ հայցադիմումում չի նշվել նաեւ ծանուցման հասցեն, իսկ ներկայացված անդորագիրը չի կարող հանդիսանալ հայցադիմումի օրինակը եւ դրանքից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկել է հավաստող պատշաճ ապացույց, արձանագրել է դատարանը։ Մոսկվայի Վնուկովը, Դոմոդեդովը, Ժուկովսկի եւ Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մուտքային եւ ելքային չվերթների վրա։ Այս մասին հայտարարել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Գործակալության տվյալներով սահմանափակումները կապված են անվտանգության նկատառումներով։ Դրանց հետևանքով օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել կամ սահմանափակվել է չվերթների բնականոն սպասարկումը։ 20-րդ դարի վերջին տասնամյակներին տարածված ռիսկ սեղանի խաղը հիմնված էր աշխարհի տարբեր հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ աստիճանաբար ընդլայնվելու գաղափարի վրա։ Financial Times-ը հաղորդում է, իրական աշխարհաքաղաքական ռիսկ խաղում Պակիստանը կարող է դիտարկվել որպես առանցքային կապող օղակ, թեև խաղի բնօրինակ քարտեզներում նրա տարածքը բաժանված է Հնդկաստանի, Աֆղանստանի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Պակիստանը փորձում է միաժամանակ հարաբերություններ զարգացնել Վաշինգտոնի, Պեկինի, Ծոցի, Սուննի միապետությունների եւ Շիա Իրանի հետ իր համար ավելի նախաձեռնողական միջազգային դեր ապահովելու նպատակով։ Պարբերականի գնահատման Պակիստանի արտաքին քաղաքական ճկունությունը նրան նոր հնարավորություններ է տալիս, սակայն ներքին անկայունությունը ու անվտանգության խնդիրները կարող են վերածվել այդ խաղի ամենավտանգավոր գործոնների։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Թուրքիան ցանկանում է միաժամանակ մնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ, թեև նրա խոսքով Անկարան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի Եվրամիություն։ Լավրովը նշել է, Մոսկվան եւ Անկարան ունեն լայն տնտեսական եւ քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ բազմաթիվ պատմական ընդհանրություններ, կապված Կովկասի եւ Սև ծովի հետ։ Նրա խոսքով Թուրքիան շահագրգռված է Սև ծովում կայունության պահպանմամբ եւ ցանկանում է, որ նավարկությունը չդառնա հարձակումների թիրախ։ Նրա գնահատմամբ Թուրքիայի հարաբերություններում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ առկա շլեյֆները անխուսափելի են։ Իրանը մտադիր է իրավական պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին իր քաղաքացիների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ կատարված գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Թայլանդում Իրանի դեսպան Նասրեդին Հեյդարին։ Նրա խոսքով Իրան ինքնիշխանության տարածքային ամբողջականության եւ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ Թեհրանի առաջնահերթությունը։ Վերջինս պնդել է, վերջին ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 5000 իրանցի քաղաքացիներ են զոհվել, իսկ հարվածներ են հասցվել նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում Մինաբի տարրական դպրոցին եւ Լամերդայի մարզական համալիրին։ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, Հորմուզի նեղուցը դեռևս փակ է։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Դեր ծովակալ Ալի Օզմային հայտնել է, իրանական ուժերը լիովին վերահսկում են նեղուցում տեղաշարժերը։ Նրա խոսքով ռազմավարական այս ջրային տարածքում որևէ շարժում չի վրիպում իրանական ուժերի ուշադրությունից։ Հրամանատարը շեշտել է, որ իրավիճակը պետք է գնահատել անմիջականորեն տեղում, այլ ոչ թե ամերիկացի պաշտոնյաների հաղորդագրությունների եւ հայտարարությունների հիման վրա։ Թրամփի վարչակազմը մասնավոր ընկերությունների ներգրավում է արտասահմանյան կիբերհանցագործների դեմ կիբերգործողություններ իրականացնելու գործընթացում։ Թրամփի հուշագրի համաձայն ստուգված ընկերությունները կարող են կիբերգործիքներ օգտագործել օտարերկրյա հանցագործներին վերահսկելու եւ նրանց ցանցերը շարքից հանելու համար։ Ծրագրի նպատակը այն արտասահմանյան հանցավոր խմբավորումների դեմ պայքարն է, որոնք ամեն տարի միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում ամերիկացիներին։ ԱՄՆ բանակի նախկին սպա Էնդրյու Շոկան նախազգուշացրել է, առանց հստակ համակարգման կարող է ձևավորվել մասնավոր կիբերկորսարների բազմություն։ Թուրքիան ձգտում է դառնալ երկիր, որը կկարողանա ինքնուրույն մշակել եւ կիրառել միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը, ընդգծելով փոքր մոդուլային ռեակտորների կարեւորությունը։ Նրա խոսքով Թուրքիան ցանկանում է նոր միջուկային էներգետիկայի դարաշրջանում օգտագործել սեփական տեխնոլոգիաները եւ արտադրել անհրաժեշտ ռեսուրսները։ Միաժամանակ Անկարան պատրաստվում է առաջիկա ամիսներին Աքույու ատոմակայանի առաջին ռեակտորում սկսել էլեկտրաէներգետիկայի արտադրությունը։ Թուրքիան նախատեսում է մինչև 2050 թվականը 3 ատոմակայաններում 12 սովորական ռեակտորի միջոցով հասնել շուրջ 20,000 մեգավատ միջուկային հզորության, իսկ առնվազն 5,000 մեգավատ ստանալ փոքր մոդուլային ռեակտորներից։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ տնտեսական մեկուսացման միջոցներ։ Նրա խոսքով նոր տնտեսական քայլերը նախատեսում է համադրել Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման հետ։ Այդ միջոցների նպատակն է կանխել նավերի մուտքը Իրանի նավահանգիստներ եւ դրանցից ելքը։ Բեսենթը նշել է, նոր սահմանափակումների եւ միջոցների վերաբերյալ լրացուցիչ հայտարարություններ սպասվում են առաջիկա շաբաթվա ընթացքում։ Իրանը շարունակում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների միջնորդների միջոցով, միաժամանակ դիվանագիտությունը համարելով իր գերակա ուղղությունը, հայտարարել է Թայլանդում Իրանի դեսպան Նասրեդին Հեյդարին։ Նրա խոսքով գլխավոր հարցն այն է, թե որքանով է ամերիկյան կողմը պատրաստ կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Վերջինս ընդգծել է, Թեհրանը շարունակում է նախապատվությունը տալ դիվանագիտությանը, սակայն պատրաստ է նաև պաշտպանել երկիրը։ Նիկոլ Փաշինյան անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրաված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում։ Պարոն Գրիգորյանն ունի շատ էականներ դրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում եւ դա շատ գնահատելի է, ապա Փաշինյանը ներկայացրել է Ալեն Սիմոնյանին։ Ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։ Պարոն Սիմոնյանն էլ է ներգրաված եղել նախորդ շրջանում մեր կարևոր եւ ռազմավարական որոշումների կայացմանը եւ կարծում եմ, որ նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից
անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի ամենահավանական տեխնացուն ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովանիսյանն է, այս մասին գրում են լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն ազատման դիմում է գրել։ Փաշինյանը բանակում մահվան դեպքից հետո ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական ոստիկանությունում կադրային փոփոխություններ են լինելու։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գազպրոմ Արմենիա Փակ բաժնետիրական ընկերության 4 աշխատակից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ տնային կալանքը, նշել են կոմիտեից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է օգոստոսի 13-ի առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը ըստ քննչական կոմիտեի հարուցվել է քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտումը։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հուլիսի 23-ին հերթական բացահայտումն է արել։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ Կազմակերպության անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը եւ ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված բեռները վաճառվել իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների, ասվում է հաղորդագրությունում։ Գողացել են Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 3 եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ։ Ըստ տախտական տեղեկությունների յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100,000 դրամի վնաս է պատճառվել։ Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք, նշել են ներքին գործերի նախարարությունից։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Վայլբերեզի պահեստի պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։ Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոբ միջոցներով կանխվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 12 ԱԹՍ-ների հարձակումը։ Թուրքիա արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը կարող են Գազայի հարցով արմատական քայլեր ձեռնարկել։ Նրա խոսքով դա հնարավոր է, եթե ԱՄՆ-ն բավարար ճնշում չգործադրի Իսրայելի վրա։ Ֆիդանը հայտարարել է, Անկարան եւ Կահիրեն համակարգում են իրենց գործողությունները Գազայի խաղաղության ծրագրի շուրջ։ Նա նաեւ ընդգծել է, Գազա մտնող հումանիտար օգնության ծավալը դեռևս ցած է անհրաժեշտ մակարդակից։ Ֆիդանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու քաղաքականության մեջ։ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը շարունակում է մնալ ամսական միջին ցուցանիշից ցածր։ Reuters-ի փոխանցմամբ իրավիճակը կապված է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության հետ։ 5-շաբթի նեղուցով անցել է 9 հումքային բեռներով նավ։ Դրանից 5-ը մուտք են գործել Պարսից ծոց, իսկ 4-ը շարժվել են դեպի Օմանի ծոց։ Օգոստոսի միջին օրական ցուցանիշը կազմում է 12 նավ։ Տվյալները չեն ներառում անջատված տրանսպոնդերներով նավերը։ Լեհաստանի իշխանությունները կանխել են ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու սպանությունը, որը ըստ նրանց նախատեսվում է Ռուսաստանի պատվերով։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով կասկածյալ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է օգոստոսի 7-ին։ Ենթադրվող սպանությունը պետք է տեղի ունենար Վարշավայում։ Տուսկը նշել է, գործողությունը իրականացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ Լեհաստանի հատուկ ծառայությունների տվյալներով կասկածյալ օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ էր պատրաստում սպանությունը։ Jerusalem Post-ը հաղորդում է, Իսրայելի ռազմական գերատեսչությունները զարմացած են Իրանի վերականգնման արագությունից։ Խոսքը վերաբերում է ինչպես Ցախալին, այնպես էլ Մոսադին։ Պարբերականի տվյալներով Իրանը սպասվածից արագ վերականգնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Իսրայելի գնահատականներով պատերազմի ընթացքում ավելի քան 2600 հրթիռային եւ ռազմաարդյունաբերական օբյեկտ է դարձել հարվածների թիրախ։ Միաժամանակ Իրանը կրկին կարողացել է վերականգնել հրթիռների արտադրության բարձր տեմպերը։ Եթե Իրանը հասնի ամսական 100-ից
500 հրթիռների արտադրության, նրա հրթիռային զինանոցը կարող է արագ վերականգնվել։ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ հիմունքներով դադարեցնել Սև ծովում գտնվող թիրախների ուղղությամբ հարձակումները։ Առաջարկը փոխանցվել է երրորդ կողմի միջոցով։ Ռուսաստանը դեռևս չի պատասխանել ուկրաինական նախաձեռնությանը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պաշտոնական առաջարկ չի ստացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հաջորդ շաբաթ կմեկնի Երուսաղեմ։ Նրանք ուղեկցեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը եւ Նիկոլայ Մալդենովը։ Երուսաղեմում քննարկվելու է Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Հանդիպումից հետո պատվիրակությունը կմեկնի Կահիրե Եգիպտոսի ղեկավարության եւ այլ միջնորդների հետ բանակցելու։ Քննարկումների առանցքում կլինեն Գազայի վերաբերյալ հաջորդ քայլերը։ ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր կորցրել են առնվազն 45 MQ-9 Repair անօդաչու։ Դա կազմում է ԱՄՆ-ի ունեցած այդպիսի սարքերի պարկի մոտ 1/4-ը։ Մեկ MQ-9 Repair-ի արժեքը գնահատվում է 30-ից 50 միլիոն դոլար։ Կորցրած անօդաչուների հնարավոր ընդհանուր արժեքը գերազանցում է 1.3 միլիարդ դոլարը։ MQ-9-ները ակտիվորեն օգտագործվում են հետախուզության եւ հարվածներ հասցնելու համար, այդ թվում Հորմուզի նեղուցի շրջանում։ Կորուստների մի մասը կապված է ոչ թե խոցման, այլ օպերատորների կողմից անօդաչուների հետ կապի կորստի հետ։ Ազգային ժողովում Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե արդեն երկրորդ անգամ իրենց խմբակցության կողմից խախտվում են բարեկրթության նորմերը, նշել է, որ այդ երկու դեպքերը համեմատելի չեն։ Բոլորս էլ համբերատար ենք, բոլորս էլ չենք ուզում մեր հասարակությանը ցույց տալ այն, որից հետո կամաչենք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասացին, ապա որպեսզի մենք լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ մտահոգությունը եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին ձեզ տեղյակ կպահենք, նշել է Նարեկ Կարապետյանը։ Ռուբինյանը խնդրել է, որ Կարապետյանը գնահատական տա Ղազարյանի հայտարարությանը։ Կարապետյանն էլ նշել է, որ բարեվարկության շրջանակներում դա նորմի խախտում էր։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պարզաբանել է նաև Թրիփի եւ արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված իրենց դիրքորոշումը։ Անդրադառնալով Թրիփին նա ընդգծել է, որ գլխավոր հարցն այն է, թե դա ճանապարհ է, թե միջանցք։ Խնդիրն այն է, որ եթե որևէ ուժ ասում է միջանցք, ու վաղը այդ ուժը իշխանության գալուց հետո հանդիպում է Իլհամ Ալիևի հետ եւ ասում է, որ Թրիփը ճանապարհ է, իրեն հակադարձելու են, թե դա ոնց է ճանապարհ, եթե այդ ուժը ամբողջ ընթացքում ներկայացրել է այն որպես միջանցք։ Եթե այսօր մենք խոսենք Թրիփի մասին ու ասենք, որ դա միջանցք է, իսկ վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնի բանակցային դիրք, բանակցությունների ժամանակ մենք ասենք միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ ադրբեջանական կողմը հարց է տալու, ասելու է ձեր քաղաքական ուժը, ասել է, որ սա միջանցք է։ Դրա համար մենք ասում ենք, սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, թեև մենք գիտենք ինքը ինչ է տվել, նշել է Նարեկ Կարապետյանը։ Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները դեռ Բագրատ Սրբազանին չէին ներկայացրել դատարան։ Դատավորի նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո նոր Բագրատ Սրբազանին բերեցին դատարան։ Հաջորդ դատական նիստը 1 շաբաթից է, օգոստոսի 20-ին։ Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ահազանգում է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը, կից հրապարակելով տեսանյութ։ Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերը պատված են գրառումներով ու աղավաղված են, իսկ գմբեթի խաչը ոչնչացված, ընդ որում խաչը քանդվել է 2022 թվականից հետո։ Այն շրջանի կադրերում, երբ Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանական վարչակարգը տաճարը հայտարարեց իբր աղվանական եւ այնտեղ ուղարկեց այսպես կոչված աղվանաուտիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներին ցուցադրական կեղծ կրոնական ծիսակատարություններ անցկացնելու համար խաչը դեռ գմբեթին էր։ Քանի որ հրապարակված տեսանյութում չկան եկեղեցու բակում նկարահանված կադրեր, հնարավոր չէ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում տաճարի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված հնագույն տապանաքարերը, նշել է Ալեն Ղուլյանը։ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ հայտնաբերված եւ օգոստոսի 10-ին վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ տեղափոխված նորածին երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Սարքավորումն այլևս անհրաժեշտ չէ, փոքրիկն արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն։ Շնչառական աջակցությունը շարունակվում է թթվածնային դիմակով, տեղեկացրել են ծննդատնից։
Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Փոխանակման շրջանակում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 261 զինծառայողի մարմին։ Ուկրաինական կողմը Ռուսաստանին է փոխանցել 24 զինծառայողի մարմին։ Այսպիսով ընդհանուր փոխանակվել է 285 զինծառայողի մարմին։ Կիևում չեն բացառել Վոլոդիմիր Զելենսկու եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր հանդիպումը։ Ուկրաինայի ԱԳՆ-հատուկ հանձնարարություններով դեսպան Յարոսլավ Չեռնոգորը հայտարարել է, նման հանդիպումը հնարավոր է անհրաժեշտության դեպքում։ Նրա խոսքով հանդիպումը կարող է կայանալ, եթե այն նպաստի մարդկային զոհերի նվազեցմանը կամ ռազմական գործողությունների դադարեցմանը։ Դիվանագետը նշել է, անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ Միաժամանակ նա չի հայտնել հնարավոր հանդիպման ժամկետների կամ կազմակերպման շուրջ բանակցությունների մանրամասները։ Մոսկվայի բացմանի շրջանային դատարանը թույլատրել է ԱՄՆ քաղաքացի Քոնոր Քենեդիի հեռակակալանավորումը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վարձկան գործունեության մեջ։ Քենեդիի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քոնոր Քենեդին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկի որդին է։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Գեորգիևյան պայմանագիրը վճռորոշ դեր է խաղացել երկրի փրկության գործում։ Նրա խոսքով Իրակլի երկրորդը հասկանում է Ռուսաստանի հետ համաձայնագրի ռիսկերն ու հնարավորությունները։ Կոբախիձեն նշել է, որ պայմանագրի ստորագրումից մինչև Վրաստանի բռնակցումը անցել է գրեթե 20 տարի։ Նրա գնահատմամբ այդ գործընթացում երկիրը կարողացել է գոյատևել էկզիստենցիալ սպառնալիքի պայմաններում։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան սկսել է նոր ծովային արգելապատներ տեղադրել Մելիլիայի հարավային հատվածում։ Մելիլիան գտնվում է հյուսիսային Աֆրիկայում եւ սահմանակից է Մարոկկոյին։ Կառույցի տեղադրումը կապված է տարածաշրջանում միգրացիոն ճգնաժամի հետ։ Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ներգաղթյալներ փորձել էին հասնել Սեուտա, լողալով եւ քայլելով։ Մադրիդը ճգնաժամի պայմաններում որոշել է նաեւ զինվորականներ տեղակայել քաղաքում։ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա հայտնել է Կիևը Վաշինգտոնի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ մասնակցությունը խաղաղության ծրագրին։ Միաժամանակ նա բացառել է ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի Կիևի վերահսկողության տակ մնացած հատվածից։ Ուկրաինայի նախագահի խոսքով առանցքային հարցերից մեկը անվտանգության երաշխիքներն են։ Սև ծովում ուկրաինական հացահատիկի արտահանման դժվարությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել աղքատ եւ զարգացող երկրների համար։ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների շուրջ 6%-ը։ Եգիպտացորենի արտահանման մեջ Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է մոտ 11%։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով հացահատիկը երկրի արտահանման եկամուտների գրեթե 60%-ն է ապահովում։ Կիևում զգուշացնում են, մատակարարումների խափանումը կարող է աֆրիկյան եւ մերձավոր արևելյան երկրներին հասցնել պարենային լուրջ խնդիրների, ընդհուպ սովի վտանգի։ Հնդկաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ զարգացնել հյուսիսային ծովային ճանապարհը։ Նյու Դելին նաև առաջարկում է համագործակցել նավթաշինության եւ նավերի վերանորոգման ոլորտներում։ Հնդկական կողմը նշել է Ռուսաստանի նավաշինական փորձի եւ միջուկային սառցահատ նավատորմի հնարավորությունների կարեւորությունը։ Առաջարկվող համատեղ նախագծերը կարող են ներառել բևեռային շրջաններում գործող առևտրային եւ հետազոտական նավերի կառուցում։ Հնդկաստանի գնահատմամբ հյուսիսային ծովային ճանապարհի զարգացումը նոր հնարավորություններ է բացում ծովային տրանսպորտի համար։ Ճապոնիայի վարչապետ Սանայե Տակայիչին Ռուսաստանի Իտուրուպ կղզին անվանել է բնիկ ճապոնական տարածք։ Իտուրուպը Կուրիլյան կղզիների հարավային խմբի մաս է եւ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ճապոնիան Իտուրիպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, դրանք համարելով իր հյուսիսային տարածքների մաս։ Տարածքային վեճը տասնամյակներ շարունակ մնում է ռուս-ճապոնական հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը։ Կուրիլյան կղզիների հարավային հատվածի պատկանելիության շուրջ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանն ու Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չեն կնքել։ ԱՄՆ կառավարությունը ավելի քան $500 միլիարդ է ներդրել Տեխասի General Dynamics գործարանում 155 մմ-անոց արկերի արտադրությունը ավելացնելու նպատակով։ Նախատեսվում էր, որ արտադրանքը այդ թվում կուղղվի Ուկրաինայի կարիքներին, սակայն գործարանը ըստ ProPublica-ի չի կարողացել արտադրել անգամ մեկ օգտագործելի արկ։ 2024-ին Պենտագոնը գործարանի համար Թուրքիայից նոր սարքավորումներ էր ձեռք բերել, սակայն դրանք սկսել են խափանվել։ 2025-ին 3 արտադրական գծերից 2-ը փակվել են, մինչդեռ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել փոխհատուցում ստանալ $533 միլիոն արժեցած ձախողման համար։ Չնայած դրան, General Dynamics-ին եւ թուրքական Repkon ընկերությանը շարունակել են նոր պայմանագրեր տրամադրել։
Ռումինիան Ուկրաինայի սահմանի մոտ կործանիչներ է օդ բարձրացրել անօդաչու թռչող սարքերի խմբի հայտնաբերումից հետո։ Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով օգոստոսի 13-ի գիշեր արձանագրվել է 5 անօդաչու թռչող սարքերից բաղկացած խումբ։ Դրանք հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում Ռումինիայի սահմանի մոտ։ Իրավիճակին հետևելու նպատակով Բորչայի 86-րդ ավիաբազայից օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 կործանիչներ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի հայտնել երկրի օդային տարածքի հնարավոր խախտման մասին։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, ՄԱԿ-ը աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը եւ դանդաղ մահանում է։ Նա ՄԱԿ-ը չի համայլ անմիջական վտանգի տակ, սակայն նշել է, որ կազմակերպությունը աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Գրոսիի խոսքով ՄԱԿ-ը վերջին ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում էական ներդրում չի ունեցել։ Նա նաեւ խոսել է կազմակերպության սոցիալական ծրագրերի եւ կլիմայի փոփոխության ոլորտներում արձանագրված վատ ցուցանիշների մասին։ Գրոսին ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներից մեկն է։ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է. Ռուսաստանի պատասխանը անխուսափելի կլինի, եթե Արևմուտքը սկսի առգրավել ռուսական ստվերային նավատորմի նավերը։ Նրա խոսքով արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները բավարար ուշադրություն չեն դարձնում նման գործողությունների հնարավոր հետևանքներին։ Դիզենը նշել է նաև ռուսական ինքնիշխան ակտիվների բռնագրավման եւ Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածներին արևմտյան երկրների մասնակցության հարցը։ Նրա գնահատմամբ նախկին կանոնների եւ փոխգործակցության վրա հիմնված աշխարհակարգը փլուզվում է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ամերիկյան հետախուզական գործակալությունների ձախողումն է պատճառ դարձել Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի սխալ հաշվարկների։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները վաղուց սխալ է գնահատել իրավիճակը հետախուզական տվյալների պատճառով։ Արաղչին Իրանի հետ պատերազմը համարել դրա վառ օրինակ։ Նա նաև պնդել է, որ Վաշինգտոնը ավելի մեծ սխալ է հաշվարկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իրանի ԱԳ-նախարարը նշել է, կեղծ հետախուզությունը ավելի վտանգավոր է, քան կեղծ լուրերը։ Եվրամիությանը ամենայն հավանականությամբ չի հաջողվի համաձայնեցնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանումը սեպտեմբերի 1-ից 2-ի հանդիպման ընթացքում։ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները շարունակում են էապես տարբերվել։ Իսրայելի կողմից Թրամփի խաղաղության խորհրդի Գազայի վերաբերյալ ծրագրի մերժումը նույնպես չի օգնել ընդհանուր դիրքորոշման հասնել։ Իսրայելի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառմանը կողմ են մասնավորապես Շվեդիան եւ Նիդերլանդները։ Եվրոպացի դիվանագետների գնահատմամբ իրական համաձայնության հասնելը դժվար կլինի մինչև հոկտեմբերին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Թենեսի, Ալաբամա եւ Օկլահոմա նահանգների 5-շաբթի նախատեսում են մահապատժի ենթարկել 3 բանտարկյալի։ Եթե բոլոր մահապատիժները իրականացվեն, ԱՄՆ-ում սա գրեթե 16 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նույն օրը 3 մարդ մահապատժի է ենթարկվում։ Ալաբամայում մահացու ներարկմամբ նախատեսում են մահապատժի ենթարկել Ջերեմի Ուիլյամսին։ Օկլահոմայում մահապատժի պետք է ենթարկվի Կարլոս Կուեստա Ռոդրիգեսը, իսկ Թենեսիում Էնթոնի Հայնսը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է պատրաստվել Լիբանանում երկարատև ներկայության։ Նա հայտարարել է, Իսրայելը չի պատրաստում զորքերը դուրս բերել Լիբանանում, Սիրիայում կամ Գազայում ստեղծված անվտանգության գոտիներից։ Կացը այցելել է Իսրայելի բանակի զինվորներին, որոնք գործում են Իսրայելին սահմանակից լիբանանյան գյուղերում։ Նրա խոսքով բանակը պետք է պաշտպանի Իսրայելի հյուսիսային բնակավայրերը։ Կացը հայտարարել է, Իսրայելի բանակը ոչ մի դեպքում չի հեռանա անվտանգության գոտիներից։ Թրամփը գոլֆ է խաղացել բանակային հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դաշտից արված լուսանկարներում երևում է Avenger համալիրը, որը տեղադրվել է նախագահի գտնվելու վայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Համակարգը հագեցած է Stinger հրթիռներով եւ նախատեսված է հնարավոր անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։ Համալիրի աշխատանքի համար պատասխանատու են ավելի քան 1 տասնյակ զինծառայողներ։ Անվտանգության միջոցները կապված են նաեւ Թրամփի դեմ նախկին մահափորձերի եւ Իրանի կողմից հնարավոր վրեժխնդրության մտավախությունների հետ։ Եղանակ առաջիկա օրերին օգոստոսի 14-ից 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հոշդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան եւ արևելյան 4-ից 7 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Օգոստոսի 14-ից 18-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։